Ողջույն, ես Դավիթ Շեկոյանն եմ, սա հայ ընտրում ծրագիրն է, եւ այսօր մեր հաղորդման հյուրն է սիրված տաղանդավոր դերասան, հանդիսավար Դավիթ Սեղբեյանը։ Մինչ ես գնամ դիմավորեմ մեր հյուրին, խնդրում եմ ինձ աջակցելու համար հենց հիմա բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին եւ սեղմեք լայքի կոճակը։ Դե ինչ գնացինք։ Բարի լույս, Դավիթ ջան, հարգանքներս։ Լավ ես։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Համեցեք մեր տաղավար։ Զգացված եմ։ Շնորհակալ եմ։ Angels Care Dental-ում ձեր կատարյալ ժպիտը միայն մեր աշխատանքը չէ, դա մեր առաքելությունն է։ Hollywood կամ North Hollywood, ընտրեք Angels Care Dental-ի ձեզ ամենամոտ մասնաճյուղը։ Գրանցումների համար 323 366 2900 կամ 818 766 005 Ուշադրություն, Հոլիվուդում Hugo Shipping-ը առաջարկում է բացառիկ զեղչ։ Նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդը անվճար։ Այո, ուղարկեք մեկ արկղ, երկրորդը անվճար։ Օդանավով 1 փաունդը 2.99, միայն $2.99։ Դրամի փոխանցում, առաքում տուն ընդամենը 2%, ճիշտ լսեցիք, առաքում տուն 2%։ Hugo Shipping։ Դավիթ ջան, նորից բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ եմ հայ ընտրում ծրագրին քո մասնակցության համար։ Շատ ուրախ եմ քեզ տեսնել եւ ճանաչել Դավիթ ջան։ Շնորհակալ եմ հրավերի համար, ես նույնպես շատ ուրախ եմ, Դավիթ ջան։ Դավիթներով հավաքվել ենք։ Եվս մեկ անգամ այսօր։ Մեզ բարի ժամանց դիտողներին էլ հուսով եմ բարի դիտում կվայելեն։ Վստահ եմ։ Դավիթ ջան, իմ հյուրերը որ գալիս են, առաջին հարցը տալիս եմ, անկախ քանի տարի են գտնվում ԱՄՆ-ում, հարցնում եմ, քեզ հարցրել են սիրեցիր մեր Ամերիկան։ Վստահ չէ, քեզ տված կլինեն այդ հարցը, չէ։ Այդ հարցը տվել են Ամերիկան ոնց որ բոլոր հայերը, բոլոր իրանց հարգող հայերը, նույն կերպ էլ ես, այո, սիրել եմ Ամերիկան, բայց բայցով։ Շարունակությունը չասեմ երկար պատմությունը։ Սիրել ենք Ամերիկան, բայց ամեն դեպքում գիտես ասում 13-ից մինչև 20 տարեկան ժամանակահատվածում այն երաժշտությունը, որ դու լսել ես, այն ուտելիքը, որ դու կերել ես, այն օդը, որ դու շնչել ես, միշտ մնում է քո հետ։ Ինքն հենց մի հատ տարիք է, երբ որ դու 13 տարեկանում մարդը ծնողի ստեղծած հեքիաթի մեջից դուրս է գալիս ու մտնում է իրականություն։ Բարդ դրա համար ասում են բարդ տարիք է, երբ որ հանդիպում է անարդարություններին, որ դրանից առաջ ինքը չգիտեր դրա մասին։ Այդ այն ժամանակահատվածն է, որտեղ մենք մի խոսքով սկսում ենք ինքներս մեզ կերտել, ստեղծել, քանդակել ու երբեմն չհասկանալով մենք երաժշտական հնչյուններ ենք լսում, ասում ենք չլավն է, առանց հասկանալու, որ դա ինչ-որ պատմություն է ունեցել քո 14 տարեկանում, հիմա նույնն էլ Ամերիկայի փաստն է, եթե մարդը էստեղ է ծնվել, ուրիշ ձև է ամեն ինչ ընկալվում, բայց եթե դու քո այդ տարիները ապրել ես Հայաստանում, քո մայր օջախը, քո հայր օջախը, ես չգիտեմ ոնց ավելի ճիշտ կմեկնաբանվի, բայց հասկանալի է, քո հայրենիքը անկախ ամեն ինչից միշտ ամեն տեսակի գույների մեջ միևնույն է անընդհատ մի դատարկություն կա, որ ոչ մի բանը չի լցվում։ Բայց փորձում եմ կյանքս այնպես անցկացնեմ եւ մի խոսքով այնտեղ որտեղ ընտանիքս է, այնտեղ որտեղ իմ սիրելի մարդիկ են, իմ կինը, իմ զավակները, դրանով փորձում եմ հասկանալ, որ դա իմ հայրենիքն է, իմ տունն է, իմ օջախն է եւ այդ դրա միջոցով եմ ես լրացնում։ Ամենայն դեպս Ամերիկային Միացյալ Նահանգներին շնորհակալ եմ նրա համար, որ ունենք այն հնարավորությունը, որ այսօր նաև կարծում եմ ցանկացած իրան հարգող հայ կարողանում է ձեռք մեկնել լիքը ընտանիքների ու մասնակցել տարբեր տեսակի լավ դերական իրականացվող բարեփոխումների կամ ինչ-որ հնարավորինս օգնությունների Եվ այդ առումով այո շատ շնորհակալ եմ, որ կան հնարավորություններ օգնելու, ձեռք մեկնելու, իրանց կողքին լինելու, նաև այստեղ ստեղծելու ու արարելու։ Համաձայն եմ Դավիթ ջան, սենց մի բան կա, չէ՞ որ ասում են Ամերիկան երազանքների երկիր է, չգիտեմ ինչ-որ սենց շատ եմ լսել ամեն դեպքում։ Որ ասում եմ ինչև քո մաշկի վրա չես զգում, չես պատկերացնում։ Օրինակ շատ բաներ կա, որ ես Հայաստանում ապրելու տարիներին սենց
ոնց որ ասած երազում էի, որ այդ ամեն ինչը կարա իմ հետ լինի, այսօր արդեն ոնց որ դառնում է իրականություն ու չգիտեմ ինչն է պատճառը, ոնց է ստացվել դա, որտեվ ամբողջը ինչ կապված է հայերի հետ է կապված էլի, բայց նախ փառք Աստծո, որ մենք շրջապատված ենք իսկապես հայերով, ոնց որ հայերի ներկայությունը այստեղ Կալիֆոռնիայում շատությունը լիքը բացեր կարող է լրացնի։ այո, Անգամ այս մեքենա քշելը, սիգնալները չենք կարոտում։ Հա, այն որ անգամ մենակ հայը գիտի սիգնալը ինչ է նշանակում։ Մի հատ սիգնալ կա, որ մունաթ է, մի հատ սիգնալ կա, որ շնորհակալություն է նշանակում, տարբերությունը։ Հա, այն տարբեր բաներ։ Կարճ շնորհակալություն է երկար։ Իսկ Ամերիկայի գիտես, որ ասում են Ամերիկան հնարավորությունների երկիր է, ինքը իրականում պատմություն ունի։ Այն ժամանակ, երբ որ բացարձակապես չկար ստեղծված ոչ մի տեսակի քաղաք, երբ որ անապատ էր, պետությունը սկսեց անվճար հողատարածքներ տալ գյուղացիներին շահագրգռելու համար, որ իրանք գան ու բնականաբար եթե եկել է, ինքը ավտոմատ տուն է կառուցելու, չէ՞։ Տունը կառուցելուց բացի ինքը գյուղատնտեսությամբ է սկսելու զբաղվել։ Եվ քանի որ այդ հնարավորությունը տրվեց մարդկանց, Անգլիայից, Շոտլանդիայից եւ այլն, մարդիկ սկսեցին գալ այդ հողերը վերցնել ու այն որ անապատում կառուցել կյանք։ Այո։ Սո իրականում այդ արտահայտությունը, որ մենք մինչև հիմա անում ենք, Ամերիկայի ստեղծման այդ process-ի հետ է կապված, որը որ հնարավորությունների երկիր է, որովհետև անվճար իրան հող են տալիս։ Այս հնարավորություն որտեղ կարող ես Ինքը այն որ գիտես ամեն մի արտահայտություն իր պատմությունն ունի, ես սիրում եմ խորանալ այդ պատմություններն ուսումնասիրել։ Իսկ այսօրվա դրությամբ մասնագիտության հետ կապված է, չէ՞։ Երևի մարդու տեսակի հետ ավելի շատ, որ տենց սիրում եմ այդ բանը, չեմ ուզում երկարացնեմ դասընթաց չդառնա, բայց իսկ այսօր պաստորեն ապրում ես մի հատեղ, որտեղ այն որ աշխարհով մեկ մինչև հիմա այդ հասկացողությունը մնացած է, ոմանք գալիս են, ոմանց մոտ ստացվում է, ոմանց մոտ ոչ, բայց ես այդ մարդկանց շարքում չեմ դասվում։ Ես Ամերիկա չեմ եկել ինչ որ գիտես երազանքների համար։ Հա, անկեղծ որովհետև երբ որ ես Հայաստանում էի, մինչև իմ տեղափոխվելը ինձ մոտ շատ լավ էր ամեն ինչ։ Մի վարքյան Գնացինք։ Ուրեմն ես իմ սիրելի թատրոնում էի աշխատում, իմ սիրելի հեռուստատեսություններում էի աշխատում, բազմաթիվ հաղորդումներ ունեի։ Իմ Ամերիկա գալը բացարձակ կապ չի ունեցել, գնամ մի բան դզեմ, մի բան լավացնեմ, ուղղակի հանդիպեցի տիկնոջս, սիրեցի ու հասկացա, որ պետք է կյանքը իրար հետ կապենք ու այնպես ստացվեց, որ մի օր որոշեցինք, որ գանք։ Երևի ավելի շատ եղել այն, որ ես Հայաստանում ինչ երազանք ունեի իրականացրել էի, ու շատ վաղ դա եղավ, այսինքն ես երկրորդ կուրսում արդեն սկսեցի աշխատել այն թատրոնում, որտեղ ես միշտ ուզեցել եմ աշխատել։ Իսկ որ թատրոնի մասնակից։ Ստանիսլավսկու դրամատիկական թատրոնում, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։ Սրա մասին չեմ խոսած եկայնքում, մա կպատմում։ Ես քննությանը չէի պատրաստվել։ Ուրեմն ունենք ռուսական թատրոնի պատմության առարկա ինստիտուտում, Թատերական ինստիտուտի քննության։ Թատերական ինստիտուտում կար ռուսական թատրոնի պատմություն։ Ինչի է ռուսական թատրոնը առանձին, որովհետև այսօր ամբողջ աշխարհը ռուսական թատրոնի հիմքերով է։ Ամեն ինչը Ստանիսլավսկի, Մերխոլ, Չեխով եւ այլն։ Ես չէի պատրաստվել քննությանը։ Այնպես չէր, որ չէի կարդացել, շատ էի կարդացել, բայց կոնկրետ հանձնարարված նյութը չէի պատրաստվել։ Իմ համար ինչ ուզեցել էի, կարդացել էի։ Մոտեցա դասախոսին, ասեցի, գիտեք, ես մի ներկայացում եմ պատրաստել, սուտ, չկար ոչ մի բան պատրաստած։ Ու ասեցի, ուզում եմ ցույց տամ ձեզ դրա փոխարեն, ասեց ոգևորվեց, ասեց, այո, խնդրում եմ, բան։ Այս ինչ է կատարվում։ Հա, բա բոլորը կվերջացնենք, կգաս։ Մի 3-4 օր հենց ունեինք միջև քննությունը։ Արագ սկսեցի պատրաստեցի իմ շատ սիրելի պոետ Սերգեյ Есенինի «Սև մարդը, չորնի չելավեկ»։ Արագ պատրաստեցի, ներկայացումը ցույց տվեցինք, համարյա մոնո էր, կարելի ասել, ներկայացումը ցույց տվեցի, սիրահարվեց այդ ներկայացմանը։ Ասեց պետք է աշխատես SS բաների վրա, ես սենց բաներ կանեմ։ Ես աշխատեցի, ավելի լրջացրեցի ներկայացումը, ավելի մանրակրկիտ աշխատեցի, բեմադրական ավելի ներբություններ հաշվի առա, ինձ սկսեցին ներկայացնել տարբեր ֆեստիվալների,
մրցույթների, գնացինք, արեցինք, փաստորեն հաղթեցի լավագույն ռեժիսոր, լավագույն դերակատար, լավագույն խոսք, լավագույն պոեզիա, բան ամեն տեղից մի բան գալիս էր։ Ու մեկ էլ մի օր ասեց, «Եք արի թատրոն», որովհետև այդ դասախոսը ռուսական թատրոնի ուրեմն գրականության ամբիոնի վարիչն էր։ Գնացի թատրոն, մեր արդեն այստեղ չի ես երկիր մոլորակի վրա չի արդեն երկնային արքայությունում է, Սաշա Գրիգարյանը դիմավորեց ինձ ու միանգամից, այն որ ասում է կծիկը սկսում է բան անել, մեկը մեկի հետից մանկական ներկայացումներից սկսվեց ու միանգամից գնաց Շիրվանզադե, Մորգանի խնամին ու տեղից արդեն լիքը ներկայացումներ, այնպես որ ես երկրորդ կուրսից արդեն իմ դասախոսների հետ դարել էի կոլեգա։ Ասենք դասախոսը ինձ գնահատական էր դնում, բայց միևնույն ժամանակ ինստիտուտից դուրս մենք կոլեգաներ էինք արդեն։ Սա երկար պատմություն ստացվեց։ Չէ, ուզում ասեմ, որ ինչից թեման սկսվեց, երազանքները շատ արագ իրականացավ ու շատ արագ դարձավ իրականություն, հա, ոնց որ հենց մեջն էինք ապրում ենք, բայց Հայաստանում մի հատ խնդիր կա, որ ցանկացած մասնագիտություն ունի մի հատ սահման, որ ու շատ չի աճում այդ սահմանը։ Դու գալիս ես գագաթնակետի վրա մնում ես ու էլ տեղ չկա, հետո դու անընդմեջ այդ նույն հոսքի մեջ պետքա շարունակես։ Ինչև Երևի ես փորձում եմ մի քիչ ավելի բարձր աստիճան գտնել, բան։ Ամեն դեպքում շատ վատ կհնչի, բայց ուրախ եմ, որ եկել եմ այստեղ բնակություն եմ հաստատում ու ունեմ հնարավորություն Հայաստանի կամուրջ, Հայաստանի հետ լիքը լավ բաներ անելու։ շատ լավ, հրաշալի հետաքրքիր կապ ներկայացրեցիր։ Դավիթ ջան, սենց արի մի փոքր հետ գնանք, մեզ դիտողները վստահ եմ, հիմա որ նայում ենք, ասեն, վայ, հարազատ թշնամի սերիալից հիշեցինք Դավիթին, տենց ինչ-որ Ես անգամ մոռացել էի պրոյեկտի մասին։ Հա, տես, ես հիշացրեցի քեզ նորից, կարծեմ կերպարյանը Նոյեր։ Այդ դժվար ապրուստներ։ Դժվար ապրուստներ։ Չէ, դա դժվար ապրուստներ, հարազատ թշնամի մեջ էլ ես։ Հարազատ թշնամին ես մի քանի օր խաղացի ու եկա Ամերիկա։ Հա, փաստորեն դժվար ապրուստից։ Դժվար ապրուստից։ Նոյը դժվար ապրուստ։ Շատ լավ։ Ամեն դեպքում շատ չեմ շփոթվել։ Նույն Armenia TV-ներ, նույն սերիալի ժամանակը։ Նույն անձնակազմը նկարահանում, դժվար ապրուստից հետո սկսեց հարազատ թշնամին, ես այդտեղ ինձ ասեցին, որ դեր են տվել, ես ասի չեմ կարող խաղամ այդ դերը, որովհետև գնալու եմ Ամերիկա, արդեն որոշումը կայացված է։ Ասեցին գոնե մի բան անենք սկզբի համար, սկիզբը հասկանում եք, որ կարևոր է, երբ որ պրոյեկտը նոր է սկսում, ուզում են մարդկանց մի հատ գրավեն, հա, մեջը։ Այնտեղ ինչ-որ փոքրիկ էպիզոդիկ ինչ-որ մի հատ կերպար խաղացի ու եկա։ Հա։ Շատ լավ, բայց առաջի ոնց հասկացա սերիալը, որ մասնակցություն ես ունեցել, հարազատ թշնամին է եղել։ Դժվար ապրուստը։ Առաջինը չի եղել, ուղղակի եղել է թերևս ավելի աղմուկ բարձրացած պրոյեկտը 15 տարի առաջ երևի։ Դժվար ապրուստ։ Հասել ենք այն տարիքում, որ արդեն թվականներով ենք խոսում, 1900 Դժվար ապրուստի մեջ, հա, հիշում եմ մոտավորապես ովքեր էին կերպարային, տենց Նոյը դժվար ապրուստից էր փաստորեն։ Նոյը դժվար ապրուստից էր, հա, այնտեղ։ Ինքը իրականում տենց նախատեսված չէր տենց հիմնական կերպար լինելու, ինքը դառավ հիմնական կերպար։ Հա, դասախոսի տղան էր Հա, ինքը տես մետամորֆոզներ շատ անցավ այդ կերպարը, ես բացասական սկսեցի, հետո ինձ ասին դուք ենքան լավ մարդ եք, մենք չենք ուզում ազգը ձեզ ատի, որտեվ ինձ ատում էին այդ սկզբում, հա, ու սկսեցին քիչ-քիչ փոխել, սերը փոխեց նրա բնավորությունը, ասեցի ինչ-որ բաներ, բոլորս է հասկանում ենք Շուշանը էր խաղում, Շուշանը ազգանուն չեմ։ Այո, լիքը լավ գեղեցիկ մարդիկ այն Դավիթներ, Շուշաններ, Միրաններ, բան, բոլորն է շատ սիրուն։ Մերին Մակարյան։ Մերին, այո, Սյուզին, բան, մի խոսքով, լավ լիքը ժողովուրդ կար։ Նայ, իսկ ումա քեզ տեղից սկսեցին ճանաչել, չէ՞, որպես արդեն տես։ Ամենա այդպես ավելի, հա դրանից առաջ կյանքի կարուսելում էի աշխատում, փոքրիկ կարուսելը ընտանեկան պատմություններ, չէ՞։ Փոքրիկ պատմություններ։ Գիտես ոնց շատ չէր ընտրությունը պրոյեկտների եւ ես այն ժամանակ մեծ հույսեր էի կապում, որ մենք հիմա սկսում ենք սենց պրոյեկտներով
Եվ շատ շուտով մոտ ապագայում այդ պրոյեկտները կզարգանան, ավելի պրոֆեսիոնալ կդառնան, ավելի մեծ աշխատանք կդրվի եւ այլն եւ այլն։ Բայց չէ։ Բարձ է։ Դավ ջան, իսկ որպես մասնագիտությամբ ռեժիսոր ես։ Առաջի մասնագիտությունս այո, ռեժիսուրան, հա։ Ինչ ասում հաջողությունների ես հասել էլի որպես ռեժիսոր, ինչ նախագծեր ես արել։ Հիմա հանդիսատես էի հեռուստադիտողը կամ ասենք ձեր հաղորդումը հետևող մարդիկ որ նայեն։ Ես 10 տարուց ավել է եթերում չեմ երևում։ Այո։ Բայց դա չի նշանակում, որ չեն զանգում եւ չեն առաջարկում։ Ընդամենը 15 օր առաջ էլի զանգ եմ ստացել։ Խնդիրը նրանում չի, որ ոչ մեկին չեմ վիրավորում, նրանում չի, որ այդի լավը չի, իմը չի։ Բայց ես իմ մասնագիտությունը չափից շատ եմ սիրում, որպեսզի լինեմ մի մասնիկը այն բանի, որ փչացնում են այդ մասնագիտությունը։ Հա, ֆիլմերի մասնախոսքը թե առհասարակ այս մեկը ջղայնության սիգնալով ճանապարհել մեկը դեմի կտրեց։ Առհասարակ ամեն ինչի, թատրոնի մասին էլ։ Մենք այստեղ Ամերիկայում երևի ամենամեծ բացը, որ ունեմ բացերից մեկը, դա թատրոնի բացակայությունն է կոնկրետ Լոս Անջելեսում։ Մենք այստեղ ներկայացումներ շատ ենք արել, բայց անհնարին է անել լավ ներկայացում այստեղ, որովհետև թատերական բեմում, կոնկրետ այն բեմում, որտեղ մենք խաղում ենք, ունենք ընդամենը լավագույնը մեկ օրվա հնարավորություն փորձ անելու։ Այսինքն մենք ինչ-որ մի տարածք ենք գտնում, ասենք պարարվեստի ինչ-որ մի դասերի մի հատված, ինչ-որ մի տեղ, որտեղ պար են սովորում, մենք այդտեղ փորձ ենք անում, 2-3 ամիս ենթադրենք եւ երբ որ գալիս է ժամանակը ներկայացումը խաղալու, քանի որ թատերական բեմը բավական թանկ արժի, ոչ մեկ չի կարա թույլ տա ամեն օր դա վարձելու։ Միակ օրը, որ օրը պետք է խաղաս այդ օրը վարձվում է, մենք այդ մի օրվա մեջ տեղադրում ենք դեկորացիան, մենք այդ մի օրվա մեջ տեղադրում ենք, ասենք, այն ամեն ինչ որ կա, մտնում ենք, խաղում ենք, դուրս ենք գալիս։ Ահա որ բարդ process է։ Բեմը ունի իր գաղտնիքները, բեմը ունի իր անկյունները, ամեն մի անկյուն ունի մի խոսքի ակուստիկայի տեղ։ Դու եւ որպես դերասան, ես խոսում եմ պրոֆեսիոնալ բեմի մասին, ոչ թե TikToker-ների մասին։ Բլոգերների կամ մնացած, ասենք, մարդկանց, ովքեր անցել են արվեստի կողքով եւ սիրում են դա։ Բեմը աչակողմյան հատվածը ունի իր էներգետիկան, ձախակողմյանն ունի իր էներգետիկան, ամեն բեմ ունի իր լեզուն, ամեն բեմ ունի իր ակուստիկան, իսկ ակուստիկան այնքան կարևոր է, որովհետեւ մեր զգայարաններից մեկն է լսողությունը, որով մենք ընկալում ենք ինֆորմացիան եւ տանում ենք դեպի սիրտ։ Խաղալով մի բեմում, որտեղ դու երբեք չես եղել, որտեղ չկա գրագետ թատրոնի արխիտեկտուրա, չի կարա այդտեղ լավ ներկայացում լինի, չի կարա լավ ներկայացում լինի, եթե չես ունեցել ժամանակ գրագետ լույս բեմադրելու, որտեղ լույս բեմադրելն էլ է դա առանձին մի մասնագիտություն։ Այնքան կարևոր է, որ լույսը որտեղից ընկավ, աչքը տա երևում, քիթը տա երևում, էս եւ այլն եւ այլն, ոնց որ կինոյի մեջ, ոնց որ բան։ Այսինքն, եթե պետքա լինի կիսատ, ավելի լավ է չանենք։ Նույնն է, կոպիտ ասած, մարդկային հարաբերությունը։ Կիսատ ընկերություն ոչ մեկի պետք չի։ Հասկանում ես, նույնն էլ է դա։ Ես իմ մասնագիտությունը շատ եմ սիրում։ Հուսով եմ մի օր կգտնեմ համախոհ մեկին, ով որ չի ասի, արի ես փողը դնենք գրպանը, սենց անենք պլստան գնանք, այլ կլինի մարդ, որը ինքն էլ իր գրպանից մի բան կդնի, որ կկարանա մի հատ պրոյեկտ անի, եւ առհասարակ հույս ունեմ, որ վերջի վերջո եթերից երևացող մարդիկ մի օր կհասկանան, որ մենք մեր ցուցադրածով ակամայից ենթագիտակցորեն անկախ ամեն ինչից կրթում ենք սերունդ։ Չեմ ասում մենք դասախոս ենք, չէ, բայց ինչ տեսնում ես, ինչ լսում ես, ինչ ընկալում ես, ինքը քո ենթագիտակցության մեջ մնում է, անգամ եթե դու չես հիշում դրա մաս։ Եվ եթե կեղտոտ տգեղ փնթի բաներ է ցուցադրվում, այդ մարդու մեջ դրանք սաղ գնում է։ 90%-ը այսօր է դա։
որովհետև երբ որ չկա տաղանդ, առաջ է գալի մերկությունը, առաջ է գալիս գոտկատեղից ներքև հումորը, առաջ է գալիս գրեհկությունը եւ մնացած ամեն ինչ։ Բայց չգիտես ինչի Դավիթ ջան, այսօր անում են ու բարձր դիտումներ են ստանում, ասում են շատ լավ է։ Ուրեմն լավ է, դուր է գալիս։ Հետո մի պահ որ մի լավ բան անում ու տեսնում ես որ լայքերը դիտումները շատ են, զարմանում ես, ասում ես ոնց ստացվեց սենց էլ։ Այս ոնց ա եղել, որ սենց ա եղել։ Գիտես, ես հիմա չեմ ուզում նստեմ խոսամ մարդն նայ ասի ամեն ինչից բողոքես, չէ։ Ես ուրախ եմ որ կան Instagram-յան ռիլերի հարթակներ, YouTube-յան կարճ վիդեոների ամեն ինչը բան եւ այլ եւ լիքը վատ բաների մեջ լիքը լավ բաներ ես տեսնում։ Շատ կան, համաձայն եմ։ Շատ համով վայելում ես բան ես անում, բայց ամեն դեպքում նայ իմ երբ որ ինձ գալիս են ասում են ես ունեմ այսքան լայք, այսքան subscribers, այսքան SNN-ն, եկեք էսանք, դա իմ համար ոչ մի արժեք չունի, որտեղ այսօր դու դա կարաս առնես, կարաս հիմա տես քո podcast-ը, քո հաղորդումը։ Ես շատ լավ գիտեմ, շատ երկար տարիներ այս ամեն ինչի մեջ եմ, ես շատ լավ գիտեմ ձևերը ոնց անես, որ դու ուշադրություն գրավես, բայց ես դա չեմ անում։ Ես չեմ սիրում վատ խոսակցությունների միջոցով ուշադրության կենտրոնում լինել, ամենահեշտ բանն է։ Այո, համաձայն եմ։ Մարդիկ այսօր հաղորդում են նկարում, հաղորդման կեսը հայհոյանքներ են անում, իբր թե են որ բան։ Բայց եկեք չմոռանանք, որ մենք այն սերունդն ենք, որ երբ որ ռեստորանում կամ սրճարանում մենք նստած ենք աղջկա հետ, մեկը հերվից հայհոյանք էր տալիս, մենք ասում ենք բրատ, մի արա։ Ինքն ասում էր կներեք։ Այո։ Մենք ես չեմ ուզում ասեմ մենք պապակամը, չէ, բայց կան բաներ, որոնք որ միևնույնն է մերն է, եւ ես ահա որ շատ սիրում եմ մեր այդ հայկական բնավորություն։ Ես կարոտել եմ մեր 5 արթու տղեկին։ Համաձայն եմ կատու։ Լուրջ եմ ասում, չէ, որ մի հատ ամեն մեկի ականջը մի քիչ պետքա ձգվի, էլի։ Բանը, մի քիչ թույլ թողեք ձեզ, չի կարելի։ Կամ հակառակը շատ եք թուլացել, մի հատ ձգվեք, չգիտեմ։ Մենք այսօր եթերում հենց հիմա կարամ նես բան անեմ, որ վաղը միսօր լիքը բան մարդ նայի, բայց ես չեմ ուզում դա, որտեվ իմ երեխեն է նայում սա։ Դե մեր հաղորդումը, այսինքն հայ եմ փնտրում հաղորդումը իմաստը դրա մասին չի, Դավիթ ջան, դու էլ գիտես նայել ես, ինչի մասն ենք խոսելու, ոնց որ սենց ասած։ Ես շատ հաճախ եմ ասում հյուրերին, երբ որ հավերում, ասում, այս հաղորդման մեջ քաղաքականություն չկա, ինտրիգ չկա։ Միտքս հասկացա, ասեմ ուշադրություն գրավելը շատ է։ Հենց հիմա կարանք քաղաքականությունից սկսենք, ինա դու երկուսով հակառակ կողմեր վերցնենք, այնքան կնային։ Կամ թե միանշանակ տենց է։ Այսօր կան ստեղծված հաղորդումներ, որ ամբողջ իմաստը դրված է հայհոյանք տալու վրա։ Այսօր մեր ժողովրդի մի հատ մեծ տոկոս կա, որ կոնկրետ հետևում է էջերի, որոնք սիրուն հայհոյանք են տալիս։ Սիրուն ո՞րն է, ասենք, գույնավոր։ Այո։ Ու այն որ նայում են։ Ես չեմ կարող։ Ես կարծում եմ, որ ավելի լավ է մենք խոսանք այո մեր հրաշք բալեկներից, խոսանք մեծ արժեքներից, խոսանք այն երևույթների մասին, որոնք որ ժամանակավոր չեն եւ փայլուն չեն։ Ես սիրում եմ երևույթներ, որոնք միգուցե չեն փայլում, բայց ունեն արժեք եւ որոնք որ իրական կյանքի իմաստն են։ Շատ դա հրաշալի է։ Դավիթ ջան, հիմա ընթացքում որ դու պատում ես թատրոնի մասին, իմ մտքով sense մի բան անցավ, որ տես ապրում ենք մի երկրում, որտեղ ունենք շատ հայեր, ովքեր ունեն շատ մեծ գումարներ, նույնիսկ այն աստիճանի, որ չգիտեն ինչ անեն այդ գումարները, էլի, այդքան շատ։ Ես շատ ուրախ եմ կան այդ հայերը։ Շատ։ Միգուցե, այսինքն կարելի է sense ասել հուշել այդ մարդկանց, որ կարելի է Լոս Անջելեսում ունենալ շենք, որը կոչվի հայկական թատրոն ու դեղ կազմակերպվեն հայկական թե ներկայացումներ, թե համերգներ, թե չգիտեմ, էլ ինչ-որ միքսեն, էլ ինչ-որ sense։ Հիմա եթե իմ գոլեգաները նայեն այս հաղորդումը, ես ճանաչում եմ այստեղի բավական մեծ քանակությամբ հայ արվեստագետներ, ովքեր փորձել են դա անել։ Հետաքրքիր է։ Խոսակցություններ ունեցել ենք, եկել են առաջարկներով, եկել են գաղափարներով, եկել են երևույթներով, որ ես դառնամ այդ ամեն ինչի մի մասնիկը, իրանց հետ գնամ, փորձել ենք անել, ուզեցել ենք անել, բայց չի լինում։
չկա դրա մեջ ներդրում, չկա դրա մեջ հետաքրքրություն, Այսինքն ինքը չգիտեմ, ֆինանսով չէ, ֆինանսավորում դրա համար ես չեմ գտե, չեմ տեսե, կարող է լինեն ինչ-որ մարդիկ, որ մի պահ, մի հատ ինչ-որ փոքրիկ պրոյեկտի համար ինչ-որ մի բան անեն, բայց որպես այդպեսին ռեպերտուարային թատրոն, այսինքն թատրոն, որը հիմնովին կա անունով, ենթադրենք, չգիտեմ, մեր ում անունը տամ, Փափազյանի անունը տամ, կամ Ֆրունզիկ Մկրտչյանի, ինչ-որ մեկի մեր մեծերի, իր անունով թատրոն բացվի, ու այդ թատրոնը լինի, գիտես ոնց, դասական, առավոտյան լինեն մանկական ներկայացումներ, որ դպրոցներից հատուկ օր ունենան, այդ դպրոցում ունենք Փառք Աստծո լիք հայկական դպրոցներ ունենք։ Այդ օր ասեն երեխեք, այսօր դաս չկա։ Այսօր գնում ենք ներկայացում նայելու։ Ունենանք նաև ենթադրենք այստեղ մեր հայ ղեկավարության մասին եմ խոսում, քաղաքական, հա, ասենք մշակույթի ներկայացուցիչներից մեկը զանգի թատրոն ասի մեր ծրագրի համար անհրաժեշտ է, որ դուք ձեր ուրեմն ռեպերտուարի մեջ ունենաք Թումանյանի SS հեքիաթները։ Թատրոնը ասի հարց չկա։ Բռնեցին, բեմադրեցին, սիրուն գրագետ։ Երեխեքին դպրոցից բերեցին, երեխեն նայեց Թումանյանի հեքիաթները։ Կամ Խանջան, կամ Նարդոս, կամ չգիտեմ, Բակունց, ով որ կա, Շիրվանզադե, ով ուզում է լինի, նույնը երեկոյան ներկայացումները։ Սա մի շատ գեղեցիկ ծրագիր է, որովհետև Եվ նաև ես կարծում բոլոր հայերն էլ հոգնել են անընդհատ ռեստորան բանկետ հոլ գնալուց։ Գիտես, ինքը դարել է առօրյայի մի մասնիկ ու մարդիկ պարտադրված ուրբաթ-շաբաթ կիրակի անընդհատ հրավիրված են ինչ-որ մի բանկետի։ Այո, ծնունդ գնալու։ Ու բոլորս հոգնել ենք, նույն երաժշտությունն է, նույն մոտավորապես ամեն ինչը, հա։ Ինչքան գեղեցիկ կլինի, եթե լինի այդ թատերական գեղեցիկ շենքը հաստատությունը, որտեղ կարաս գնաս ու ուղղակի հասկանաս ժամ անցկացնես։ Ես հասկանում եմ, որ ինքը շատ բարդ ծրագիր է, որ հնարավոր է մի 10 տարի հետո այդ լինի, բայց նաև sense մի տարբերակ կա, չէ՞, կարող են ասել եկեք հայրենակիցներով, հայերով, ով ինչքան գումար կտրամադրի, ինչքան գումար կհավաքվի, մենք այդ գումարը կտասնապատկենք կամ ինչքան է պետք ավելացնենք, կրկնապատկենք, չգիտեմ, եռապատկենք, որ ոնց որ ասում եմ լավ գործը իր ավարտին հասնի, էլի, բայց շատ գեղեցիկ բան ես խոսում, ամեն դեպքում բացի ինձանից էլի մարդիկ փորձել են, ոչ մեկ հետաքրքրված չի եղել այդ ամեն ինչի մեջ։ Ես հասկանում եմ, այստեղ հիմնականում այդ մարդիկ մտածում են բիզնես գաղափարով, եթե գումար ներդրեցինք, պետքա վերադարձ լինի ինչ-որ մի չափով, բայց ես շատ հաճախ եմ ասում, որ հայկական ինչ-որ բանին, եթե դուք հովանավորում եք, գովազդում եք, թեկուզ ձեր բիզնեսը այս հաղորդման շրջանակներում, դուք ոչ միայն գովազդ եք, այսինքն ձեր բիզնեսն եք պրոպագանդում, այլ նաև օգնում եք հայկական մի նախագծի, որը որ վատ նախագիծ չի, հայոյանք չկա կամ վատ բառ չի սերվանում, հետաքրքիր է ժամանցային հաղորդումը, թեկուզ եւ օգնեք այդ հաղորդումներին, էլի, սենց ինչ-որ ավելի շատ գիտես ոնց է արվում, ավելի շատ կան after school դասեր, հա, ասենք դպրոց, համ դպրոցական, համ էլ նաև դպրոցից հետո կան դպրոցներ ստեղծված հատուկ երաժշտական, թատերական, գիտական հազար տեսակի, որոնք որ ինչ-որ բաներ նախաձեռնում են, կան փոքրիկ հաստատություններ, փոքրիկ արվում է ինչ-որ բաներ, չասենք որ չի արվում առանց։ Չէ, շատ կան։ Բայց ցավոք սրտի ինքը ինձ է որ արվում է սենց, դպրոցը արեց, ծնողները եկան բարեկամներով նայեցին, գնացին, այսինքն չի արվում հանրության համար։ Հա։ Հիմա եթե ստեղ արդեն գալիս է այն ֆակտորը, որ մենք կարամ շատ արագ անցում անեմ, մենք շատ լավ շտանգիստներ ունենք, ծանրամարտիկներ ունենք, կամ ամշամարտիկներ ունենք, բայց մենք չունենք լավ ֆուտբոլ, որտեղ թիմային խաղն է արդեն գալիս։ Ցավոք։ Հիմա եթե կարանան մեր արվեստագետները եւ բոլոր այդ մարդիկ առանց կոնկուրենցիայի, առանց ինչ-որ մարտություններ իրար մեջ տանելու համախմբվեն եւ ստեղծեն, համախմբվեն գաղափարի շուրջ եւ չմտածեն ում ինչքան կմնա, ով ոնց կլինի եւ ստեղծեն, անեն, դա կարա աշխատի, բայց քանի դեռ հատիկ ենք փորձում դա անել, ամեն մեկը մեր համար, դա չեմ կարծում կստացվի։ Հա, չէ, դա բոլորիս համար է լինելու, ուստի անձերի համար։ Այո, ու այդ այն բանը, որ չլինի կոնկրետ ձեր երեխան էստեղ խաղում է, իր մաման պապան կգան կնային, երկու տոմսը էստեղ գնաց, չէ։ Ես խոսում եմ այն բանի մասին, որ երիտասարդները ենթադրեն գնացին սրճարան, առաջին հանդիպումը։
Առաջին հանդիպումում սրճարան, հետո դրանից հետո եկան նայեցին, ենթադրենք ինչ որ մի սիրո պատմություն ներկայացում։ Որը ժամանակին շատ ակտուալ է եղել։ Հա, բայց այ ակտուալ բառը լավ ասեցիր, միգուցե հին բաներ եմ խոսում, միգուցե կան բաներ, որ ես չեմ կարող մտնել այս իրականության մեջ, միգուցե ժամանակը գնում է առաջ եւ թատրոնը արդեն վախում եմ դա ասեմ, չեմ էլ ուզում համակերպվել դրա հետ, թատրոնը միգուցե արդեն ակտուալ չի, կան ուրիշ հետաքրքրություններ։ Բայց դու իզիս վստահ եմ ավելի լավ գիտես թատրոնի պատմություն ու գիտես քանի հազարամյակների պատմություն ունի ու ինչքան է դեռ շարունակվելու, այսինքն միգուցե ժամանակ առ ժամանակ անկում ապրում ցանկացած բան մշակույթ, թեկուզ այսօր ստեղ էլ մշակույթը անկում ասը ռեստորանային երաժշտությունն է շատ հաճելի լսել, սենց ասեմ։ Ես քեզ մի բան ասեմ, նայ, ռեստորանային երաժիշտ չէ, որ ասում եմ։ Սարսափելի տաղանդավոր ժողովուրդ է։ Վստահ եմ։ Աննկարագրելի տաղանդավոր ժողովուրդ։ Մասին խոսք չի դեռ չեն։ Հատկապես մեր հայերը, երբ որ ես օրինակ աշխատում եմ, ես որպես հանդիսավար աշխատում եմ, հա, հայերի լեզվով ասած թամադա։ Այո։ Երբ որ աշխատում եմ ամերիկյան կամ ռուսական տարբեր տեսակի ենթադրենք երաժիշտների հետ, ու ես բերում եմ մեր հայ երաժիշտներին, աննկարագրելի տաղանդավոր ժողովուրդ են մեր հայերը։ Մեր հայերը կարան չեղած տեղից 4 հոգով իրար աչքով անելով, ինչ ուզես նվագեն ու նվագեն լավագույնը։ Աննկարագրելի, այդ հեշտ բան չի։ Չգիտեմ ինչի մասնավորապես։ Որ սիմֆոնիկի երաժիշտներն էլ են, չէ՞, բայց ասենք այդ տղեկ այդ վիճակով որ կարող են աշխատեն այդ պայմաններում, իրար նայելով ասենք խփնվելու բաներ են անում։ Ու ամեն մեկը եթե վերցնես հնարավոր ամեն մեկը սիմֆոնիկ մի նվագախմբից դուրս եկած ժողովուրդ է։ Եկել են ուղղակի ֆինանսի հետ կապված, որոշել են անեն ու անում են ու լիքը ընտանիքներ ուրախացնում են։ Ինչի սա բան արեցի, ինչ որ բանի գաղափարի վրա է ուզում գնալ։ Ամեն դեպքում ինչ էր հարցը կներես մի հատ։ Սկսեցի ավարտը չեմ կարող։ Որ ռեստորանային երաժշտության ավելի շատ։ Հա, ուզում եմ ասեմ ինքը միշտ էլ ավելի սենց օգտագործվող բան է, ոնց որ ինքը անընդհատ անհրաժեշտ ինչ որ երևույթ է, առանց դրա հնարավոր չի։ Ես չեմ պատկերացնում ինչ որ հարսանիք, որտեղ կարա լինի միայն ու միայն բոչելի կամ սայատնովա։ Չէ, դրա մասին բան, ուզում եմ ասեմ, այն էլ պետքա լինի, այն էլ պետք է, չէ, միշտ ասենք ենթադրենք սայատնովա հնչում է երբ, ասենք մի պահ երեկոյի կենտրոնում մարդիկ մի պահ վայելում են, հետո էլի անցնում են այդ մնացած։ Կներես որ ընդհատում եմ, դավ չէ, ես մի sense հետաքրքիր բան, քանի որ ես ինքս երգիչ եմ, խոսել ենք, արդեն բոլորն էլ գիտեն, որ երկար տարիներ աշխատել եմ Սայատնովա աշխուհական երգի վաստակավոր անսամբլում, ստեղ միշտ մի մոտ հարց է առաջանում։ Օրինակ հարսանեկան արարողության հրավիրված են տատիները, պապիները եւ հարսի փեսայի եւ տարեց մարդիկ, ովքեր սիրում են ժողովրդական աշխուհական երգը։ Չի կարելի ամբողջ երեկոն լցնել այդ երաժշտությամբ։ Բնականաբար ցանկացած երաժշտությամբ չի կարելի լցնել ամբողջ երեկոն։ Նույն DJ-ները այսօր որ էլի շատ տաղանդավոր են, շատ լավ երաժշտություն են միացնում, բայց ամբողջ երեկոյի ընթացքում ես ասում լավ, գոնե այդ մարդկանց համար 1-2 գեղեցիկ երգ չի կարելի արդյոք։ Այդտեղ արդեն գալիս է կազմակերպված հարսանիքի գրագիտությունը։ Այսօր 80-90%-ը տենց է կազմակերպված։ Դրա համար միշտ կան համաձայն ես իմ հետ։ Վստահ եմ դրա մեջ ես ասում ուրփաչապատ։ Հա, ուրփաչապատ կիրակի դրա մեջ ենք, այդ չի հարցը, բայց այդտեղ արդեն իսկապես գալիս է գրագետ կազմակերպված հիմա ես մի շատ լավ մենք ընկերներ դարձանք ի շնորհիվ ասենք ես առաջին մի առիթ արեցի իր համար լրիվ անծանոթ հետո երկրորդ առիթ արեցի որպես հանդիսավար հրավիրված էի օգնեցի կազմակերպեցին գաղափարներ գրեցինք երեկոյի ամեն ինչը հետաքրքիր 1 2 3 հետո մի խոսքով ես այդ մարդու համար երևի 8-9 հատ առիթ եմ արել ու ակամայից արդեն մտերմացել ենք խնդրեմը սկսվեց նրանից որ սարսափելի գրագետ եւ այսպես ասած դասականի կողմնակից մարդ է բայց աղջիկա հարսանիքին ստիպում էր որ լինի ասացի չի կարա դա լինի որտեվ սա միայն քո համար չի մենք անպայման երեկոն կպահենք շատ բարձր գրագետ մակարդակի վրա, բայց դու չես կարա երեխաների առիթը զրկես այն բոլոր երգերից, որոնք այսօր եթերով եւ առհասարակ ամենտեղ միշտ թափի վրա է, եթե անգամ դու չես սիրում։ Համաձայն եմ։ Ունի ընկերներ, որոնք ուրիշ ընտանիքից են գալիս, ուրիշ պատմություն ունեն։ Մի արա մաքսիմալիստական ինչ որ ծայրահեղ բաների քայլերի մի գնա։
Մենք պահեցինք ամեն ինչը պահեցինք, այն էլ արեցինք, այսինքն դու շատ լավ նշեցիր։ Ու նաև երբ որ ասիր թատրոնի պատմությունը, թատրոնը սկսում է այնտեղ, հեչ պարտադիր չի լինի բեմ կամ լինի շենք։ Թատրոնը սկսում է այնտեղ, որտեղ կա հանդիսատես։ Եթե կա մեկը, ով ինչ որ մի բան է ցուցադրում, եւ գոնե մի հանդիսատես կա, դա արդեն թատրոն է, իր հասկացողությամբ։ Հիմա նույնն էլ ենթադրենք հարսանեկան երեկոն, ռուսները ասում են «Սգրայեմ свадьбу»։ Չէ, ասենք խաղանք հարսանիք։ Ինչի են ասում, որովհետև դա հնարավորություն է տալիս խնամիներին ծանոթանալու իրար։ Դա այն օրն է, որ մեծամասշտաբ ովքեր չեն հանդիպել, հանդիպեն։ Ամեն մեկը իր ընտանիքի բարքերը ներկայացնի, ամեն մի ընտանիքի գլուխը խոսք ասի։ Ամեն մեկը աղջիկը հարսիկի պարը բարի ցույց տալով իր գեղեցկությունը, նազանքը, հրաշքը, չէ, հիմա ենթադրենք ամեն ինչը իր պատմությունն ունի։ Հիմա այդ օրերը հնարավորություն են տալիս այս ամենը եւ դա նաեւ արվում է նրա համար, որ հարգեն ամեն հրավիրված մարդուն։ Ոնց որ դու ասեցիր, մեր տատիկ պապիկներին, երեխաներին անգամ։ Այո։ Հասկանում ես, ասենք, եթե ունես օտարազգ, օտարազգին է պետք է հաշվի առնես, եթե հրավիրված է։ Հիմա ասենք, օրինակ, ես շատ եմ սիրում, ինձ զանգում են, ասում են, Դավիթ ջան, գիտես, այս կողմում, ասենք, 40 հոգի ռուսախոս մարդ կա, ու ենթադրենք ես գնում եմ, այդ օրը անպայման ռուսերեն իրանց համար էլ խոսք հաղորդվում, որ իրանք զգացված լինեն, որ կամ նույնը անգլերեն, կամ նույնը անգլերեն, գիտես լիքը, ասենք, չգիտեմ, լատինական ժողովուրդ կա, որ հայերեն չի խոսում, անգլերեն իրանց պետք է բան անել։ Պարզապես ինչն է իմ համար մի փոքր ավելի ցավալի, Դավ ջան, որ մարդիկ կան, իրանք մտածում են, վայ, հին արվեստ է, այսօր ինչ ժողովրդական երգի ժողովրդական երգի ինչ որ հարսանիքներին երգելու, չգիտեմ, էլի ինչ որ sense մի տեսակ են, հետո sense մի բան կա արդեն, երբ որ օրինակ ես եմ առաջարկում, դե ինձ այդքան շատ չեն ճանաչում որպես երգիչ եւ այլն, որպես թեկուզ անվճար երգելու առաջարկս, որ չէ, էլի ժողովուրդ, բայց ինչ որ կգնան մի հատ ասենց ասեմ, այդ ասպարեզից հեռու մարդու, որ ուրիշ երգեր է երգում, օրինակ ռուսական շանսոն ասեմ, չեմ ոչ մի ուրիշ ձևով չհասկանաս, ռուսական երգեր է երգում, իրան ասեն ախպեր ջան, դու մի հատ ժողովրդական կերգես, բայց այդ մարդը կապ չունի, ինքը շատ լավ երգում է շանսոն, ժողովրդական հայկական չի կարող երգել։ Բայց շատ լավ բան է գումարի համար ինքը երգում է, իրանց հաճելի է, էլի, բայց այն մարդը, որ իրոք այդ արվեստը սիրուն կարա ներկայացնի, նույն ժամանակակից գործիքավորում, ասենց ասեն, իրան ասում են, չէ, էլի։ Ես արդեն գիտես մի հատ sense բան կա, որ քանի որ ես այդ գործի մեջ եմ, ցավոք սրտիս ես մի հատ բան կա, որ եթե մի բանը մոդա է, լավ է, վատ է, բայց մոդա է, հավատացում քեզ, անգամ չուզելով, անգամ չսիրելով, ես ծնողը տեսել եմ, ասենք, երեխեն ասում է, պապ, հիմա էսա մոդա։ Ոչ պապան է սիրում, ոչ այդ երեխին է սիրում, ոչ մաման է սիրում, բայց քանի որ մոդա է եւ ընդունված է, իրանք բերում են դա իրանց հարսանիքին։ Կլինի մարդ, կլինի երևույթ, կլինի ինչ-որ մի արարողություն, բերում են դա, որովհետեւ ասենք, էդի պետք է տենց լինի։ Ու ես միշտ ասում եմ, ժողովուրդ, պետք է չկա, դա ձեր առիթն է, սրտից դուրս եկածած բան, էդի ձեր օրն է, եկեք անենք, մի հատ ասեք, պատմեք, լսեմ, անենք։ Դու ես առհասարակ այդ մարազմի վրա զարմացել եմ միշտ։ Ինձ ամենաառաջի ձայնագրությունս, հիմա շատ ուրիշ փոփոխություն եմ, մի հատ հարսանիքներից բանից դուրս գանք, հրավիրեցին խոսքի ֆիլմի ձայնագրության, որտեղ ես պետքա կերպարներից մեկին կարդայի։ Ես իմ ձայնի վրա երկար տարիներ աշխատել եմ, խոսք, հնչողություն, լսողություն եւ ամեն ինչ աշխատած է, ու ինձ տարան ձայնս լսելուց հետո շատ լուրջ տարան, տվեցին մի հատ ինչ-որ կերպարի, որը այսպես ինչ-որ մի հատ բան պետք է աներ, խզած ձայնով։ Հա, ինչ-որ չէ, ինչ-որ մի հատ ապուշ մի հատ փոքրիկ էպիզոդիկ կերպար էր, ուսես նայում եմ այդ ռեժիսորի վրա, ուզում հասկանամ ես իմ ձայնով եկել եմ, դու ինչի ես ինձ բերել, ինձ ստիպում, որ ես իմ ձայնը փոխեմ, մտնեմ ինչ-որ մի հատ քառակուսու մեջ, որտեղ ես չկամ, եւ քո համար ձայնագրվեմ։ Դու այդ ձենով 100 հատ մարդ կարաս գտնես։ Լիքը։
էլի փոխում էինք, որովհետև կային ֆիլմեր, որ անում էինք ու մեկով ես 7-8 հոգու էլ եմ արել։ Մուլտֆիլմերը вообще, ասենք մուլտֆիլմերը, որ ձայնագրում ենք, կարող ասա ամբողջ մուլտֆիլմը ես ձայնագրեի, ասենք բանով, բարակ հաստ, ներքև վերև, խրփոտ, ոչ խրփոտ։ Ուզում եմ ասեմ, չեղած տեղից ձեր գլխին խնդրեմ եք սարքում, հետո ասում եք լավ չեղավ, ինչի համար։ Ես այդ արդեն իստում է ուղղակի տրամաբանության բացակայություն այլ։ Looking to elevate your private event or party to extraordinary heights? Look no further than David, with David's soulful renditions of Armenian classics, vibrant folk tunes, and infectious popular melodies. Every moment will be infused with joy, nostalgia, and cultural richness. Don't miss out on the opportunity to make your event truly special. Secure your reservation today by calling 424-466-9101 and let David's music transform your occasion into an unforgettable experience. Book now and get ready to dance, sing, and celebrate in style with David. Դավջան, սենց մի հարց, ընթացքում մեր հայ մեծերի անունները տվեցիր, մեր մեծ դերասանների ու ով է ուզում իմանամ այն դերասանը, որ սենց միշտ քո համար եղել է օրինակ ու միշտ, չգիտեմ, ուզեցել ես նմանվես կամ իր հետքերով կամ չգիտեմ։ Չէ, նմանվել կյանքում չի եղել ցանկություն նմանվելու։ Նմանվել կներես այդ բանով չեմ ասում, copy paste-ով չեմ ասում։ Չէ, հասկանում եմ, ասենք inspire անելու, որ vocation-ում է բանը, ամենասիրելի հայ դերասաններից Մհերնա Մկրտչյան, առանձնահատուկ ձև եմ իրան շատ սիրում։ Լրիվ ուրիշ աշխարհ է ինքը։ Չէ, դերասաններ շատ, օրինակ թատրոնում որ խաղում էի, հատկապես Մորգանի խնամին որ խաղացինք, երաժշտական մյուզիկլեր, երաժշտական երգ, պար, ամեն ինչ կար։ Ինձ շատ են մոտեցել, ասել են, որ նայում ենք ես Կարպ Խաչվանկյանին էինք հիշում։ Շատ, Համ Սունդուկյանի դերասանները եկան ինձ ասին, իմ գոլեգաները, ընկերները ասին, դա ոնց որ Կարպ Խաչվանկյանը լիներ բեմ, բայց ես կհավատաս թե չէ, այդ ժամանակ անգամ տաքսին չէի նայել։ Լուրջ եմ ասում, կինս է շատ սիրում տաբանը, Կարպի համար խենթանումը։ Բայց ես դրանից հետո սկսեցի ավելի շատ Կարպին հետևել։ Ոնց որ դրանից հետո հատուկ դրեցի ու սկսեցի իր նմանություն թե էներգետիկայով, հա, որ այդ իր անցումները ու սրություն ունի ինքը շատ հետաքրքիր, այդ ներկայացման մեջ փաստորեն ես էլ ունեմ, ճիշտ էին ասում։ Բայց որպես vocation-ում թերևս մարդ, որ միշտ նայելու հիացել եմ, էդի Ֆրոզնա Մկրտչյան, Շերենցին եմ շատ սիրում, Սոսին եմ շատ սիրում, Ավակ Ջանիբեկյանի մասին եմ խոսում, Գուրգեն Ջանիբեկյանի մասին եմ խոսում, Գուրգենին եմ շատ սիրում։ Շատ սիրում եմ Փափազյանի գրականությունը, դե Փափազյանից մենակ ձայնագրություն է մնացել, որ լսել եմ, շատ հին է, որ հազիվ ես լսում, ու այն թատրոնը չի, որ մենք պատկերացնում ենք հին, այդպես բանով, բայց իր գրականությունը հատկապես հետադարձ հայացքն եմ շատ սիրում իր ստեղծագործություններից, անկեղծ կլինեմ, շատ եմ սիրում նաև ռուսական գրականություն ու անկախ ամեն ինչից ռուս ստեղծագործողներից։ Մեր գիտես ում երկերը առանձին, օրինակ երկերին անցնեմ, Հախվերդյանի երկերն եմ շատ սիրում, հին հիմիկվա մասին, չնայած ես վերջերս եմ հատ Աշնան էլեգիա երգ ունի էլի սիրտս մտել է, բայց Հախվերդյանի հին երկերն եմ շատ սիրում։ Դու կարծում ես այդ անձրևն է։ Երևի թերևս այդ ամենավերջի երկն է, որ իր գործերից սիրում եմ։ Ես Գազանանոցն եմ իր սիրում։ Ես հիշում եմ դա դպրոցական տարիներից այդ երկը։ Հա, չէ, դե ինքը տենց ուղղակի ավելի բան էր։ Լավագույն տղերքը, ծեր գնչուհին, Գազանանոցը, բան, շատ խենթանալու լավ բաներ ու ինձ ապշեցնում է իր ժամանակակից լեզվով, բայց գրագետ ու գրական գրելու ունակությունը։ Խուճուճ ասած, ինքը այսօրվա լեզվով շատ գրագետ
բանան գրում է։ Ես իրան ավելի որպես պոետ եմ անցալու։ նույնը կարող եմ ասել Աշոկ Ջիվանու մասին, որ քանի 100 տարի առաջ, բայց ոնց որ այսօրվա համար գրած լինի, էլի, բոլոր իր երգերը բոլոր ժամանակների համար են գրված։ Թե խելքի հաշեցեք, թե չգիտեմ, լիքը տենց բաներ։ Հախվերձյանը մի քիչ ավելի գիտես, ավելի տենց օրինակ երբեք չեմ համեմատի, ասենք բան։ Չէ, համեմատական չեմ որպես երգիչ չէ, որ ինքը որպես Երևանի տղա էր, որ ինչի՞ հիմա ստեղծագործում այդ չի հարցը, բայց այն ժամանակները իրան լրիվ ուրիշ ձև էին կալում, ուրիշ ձև էին բանանում։ Ուզում եմ ասեմ երիտասարդական տարիներին ինքը ին վրա մեծ փոփոխություն ունեցել է իր երգով, իր խոսքով, շատ բանով։ Իսկ որպես դերասան, այս հայ ֆիլմերը, որ կա բնականաբար տեսել ես ու ունես սիրած ֆիլմ, սենց մի հարցն եմ, որ ֆիլմում, օրինակ կուզեիր, որ դու կարող է հետ գնանք, էլի, շատ ժամանակով նկարվեիր այդ ֆիլմում, էլի, դու քո մասնակցություն ունենար այդ ֆիլմում։ Կապ չունի, կհավատաս թե չէ, ցանկացած էլի։ Եթե ֆիլմ ասենք ընթանալու չափ, չէ, շատ ֆիլմեր կան, որ հիմա կարամ թվարկեմ, ես վերջերս էլի դեպ մի շաբաթ առաջ տիկնոջս հետ տենց հատուկ օր կազմակերպեցինք, մեր հին ֆիլմերի նստած դիտում էինք, խաշ էինք արել, ես խաշ էի սարքել, որ 3-4 օր սարքում ես, ու որոշեցինք խաշ ուտելու օրը լինի ամբողջական ֆիլմերը դիտելու օր մեր հայկական, մենք ենք մեր սարերը հատկապես մի հատ առանձին տեղ ազբար, մի խոսքով շատ ֆիլմեր նայեցինք այդ օրը, տես, եթե կա անգամ եթե գրականությունից է հիմա հարցնես, չէ, օրինակ, որ դրամատիկական գործում կուզեիր խաղայր, չկա տենց գործ, որ ես ասեմ, որովհետև եթե կա լավ ռեժիսոր, լավ կոլեգաներ, լավ ես խոսում եմ մարդիկ, ովքեր հասկանում են գործից, մեծ սիրով կաշխատեմ։ Եթե ի սկզբանե ինձ չեն զանգում ասում, տաճան ինչքան շուտ անենք, այդքան լավ։ Եթե զգում եմ, որ նախատեսված աշխատանք եւ հոգի պետք է դրվի դրա մեջ, որ վաղուց չեմ լսել, մեծ սիրով կխաղամ։ Ինչ ուզում եմ վերջնական կերպար լինի, ուզում եմ սկզբնական, ուզում եմ կենտրոնական, վերև, ներքև կապ չունի։ Մեծ սիրով կխաղամ։ Հասկացա։ Կա մի հատ պրոյեկտ կա, որ իմ գլխի մեջ պտտվում է արդեն 2 տարի է, անգամ ունեմ գրված կմախքը, սցենարի, չեմ ուզում հիմա ոչ մի չոր ճակերտներ բացեմ, ու փորձում եմ գտնեմ համախոհներ, ովքեր մարդիկ, ովքեր կցանկանան իմ հետ համատեղ աշխատել այդ պրոյեկտի վրա, ամբողջ պրոյեկտի գաղափարը իմ համար այն է, որ այդ ֆիլմը նայելուց հետո մի հատ կոտրված բան կա, չէ, մեր մոտ հայերի հիմա, սենց սրտի խորքում, սենց մի փշրված կոտրված բան, որ այդ փշրված բանի վրա կարողանամ սենց մի թափ տամ, որ մի հատ վեր կացեք, ոչինչ, մի հատ որդի կանգնեք, մի հատ մի կորցրեք այն ինչ որ մենք ունենք, պետք չի, մի հատ հետ եկեք սա, այն լավ բաներ էլի, պետք չի ասենք, ինչ որ կյանքի առաջադրվող պայմանների պատճառով մեր այն հին պապիկներից մեզ հասած բնավորությունը, ազգային բնավորությունը կորցնել, պրոստը այդ թեմայի վրա է, բանով, մի խոսքով։ Բարձր։ Մի քիչ ես մեր հաղորդում շատ բան ստացվեց, հետաքրքիր է շատ, բայց չգիտեմ, որ ամեն մարդը, չգիտեմ, լավ անցան։ Ինչ որ հետաքրքիր պատմություններ կհիշես ֆիլմերի նկարանների ժամանակ կամ չգիտեմ թատրոնից կամ ինչ որ մի հետաքրքիր պատմություն որ լսել ես մեր մեծերի մասին։ Մեծերի մասին շատ բաներ կա, վստահ եմ հաղորդումներ եղել են մեծերի մասին, պատմել են այդ հետաքրքիր դեպքերը։ Ընդհանրապես կներես հանդիսավորության ժամանակ է շատ տենց բան դեպքեր պատահում է, էլի։ Չեմ պատմի։ Չէ, պարկաստու իմ հանդիսավորության ժամանակ երբեք չի եղել, աստվածը այդպեսի շարունակվի, որ անհամությունը դուրս գա։ Ահա, դրա մասին չի խոսքը, Չէ, եղել են, խնդալու բաներ շատ է եղել, բանով
թատրոնում մի շատ հրաշալի դերասան կար երիտասարդ Երվանդը Ենգիբարյան։ Այո։ Երվանդը գնաց ցավոք սրտի շատ երիտասարդ տարիքում, չենք խոսում այդ մասին, որ հանգարց բան չանենք։ Երվանդի հետ խաղում էինք մանկական ներկայացում, ես խաղում էի ուրեմն Կաշեի Բիսմերտնին, անմահ, այդ ոնց Կաշեի անմահը, ինքը խաղում էր Բաբը Իգան։ Իխոսկով ինքը տատիկի, ծեր վհուկ տատիկի կերպար էր խաղում, ես էլ նույն այդ վհուկ տատիկի պապիկ տեսակն Ես էի միշտ խաղում։ իմացել եմ իրական ամուսիններ են եղել։ Հա։ Չէ, իրական։ Լրիվ այդ ինձ թվում է այդ էլ կա, պրոստը չէին գնում։ Խապում էին։ Ու մենք այդ ներկայացումը մի խոսքով սենց ասեմ, ռեժիսորը որ բեմադրեց, հետո թողեց գնաց, հասկացա, որ իմաստ չկա, որտեվ ես ու Երվանդը ամեն օր մի ձև էինք խաղում այդ ներկայացումը, ամեն օր։ Ոնց որ նույն մարդը կարար գար 10 օր վրա այդ ներկայացումը նայեր ու ամեն օր ինքը նոր ներկայացում էր նայելու։ Ես ու մեր դերասանները անգամ կողքի փոքրիկ դերեր որ ունեին, մեկ-մեկ թողում գնում էին բեմից, որտեվ ես ու Երվանդը այդ ներկայացումը ամեն ասոր մի բան անում ենք ու միշտ մեծերը ուրիշ ձև էին ծիծաղում, երեխեք ուրիշ ձև էին ծիծաղում, մանկական համով ներկայացում։ Մի օր բեմի բանվորները երեկոյան ներկայացման ժամանակ շիշ էր կոտրվել բեմում աշխատող ուրեմն մարդիկ մաքրել էին այդ ամեն ինչը, բայց մի հատ մեծ ապակու կտոր երկու փայտերի արանքում այսպես ընկել մնացել էր, ու սս լավ ցից դուրս եկած, ոչ մեկ չէր նկատել, մենք չէինք տեսել։ Առավոտյան ներկայացում ենք խաղում ու Երվանդի հետ ընեց մի հատ տեսարանա, որ իրար այդ սուրերով սուսերամարտ ենք անում, կռիվ ենք անում։ Ինքը ինձ հաղթում է, ես գետնի վրա ընկած եմ, ինքը ոտերիցս բռնում է, ինձ քաշ տալով բեմից հանում է դուրս։ Արդեն վախենում։ Հա, ինձ քաշել հանելու ժամանակ այս ապակին մտավ մեջքս ու շատ վատ։ Այս մեջքից մտավ ես արդեն տաքանալու, սառելու պատճառով ես հասկացա, որ ես արնահոսում եմ։ Մենակ այդ պահը այդ ապակու բանի, թեթև դեմքս ծռմռվեց, ինքն էլ հասկացա, որ մի բան եղավ։ Ու ինքը ինձ որ սկսեց բերել այս կողմ, իմ գլխի վերևում արդեն ինքը սկսեց արունը տեսնել։ Դիակա տանում կինոյի ու ես իր դեմքն եմ տեսնում, ինքը իմ դեմքն է տեսնում, ինքը ուզում է հասկանա ես սաղ եմ թե մեռել եմ, ես էլ ասում եմ ինչ ա եղել, որտեղ ես չեմ տեսնում։ Ինձ հանեց դուրս է թե հետևից այդ Արյան հետ կհաշվի առնենք, որ մանկական ներկայացում է։ Սենց շոր բաներով Շտաբօգնություն։ Չէ, ես բան չեմ, ես մի անգամից արագ անտիսեպտիկ բան, մի անգամից արեցինք, մաքրեցինք, կպցեցինք բեմում իրավունք չունես շտապօգնում, պիտի մտնես ներկայացումը վերջացնես։ Արագ այնտեղ բեմ ռեժիսորի օգնականը եկավ օգնեց, փակեցինք, փաճարեցինք, էլի հետ մտա, մինչև ինքն էլ պրոֆեսիոնալիզմը նաև դրանում է, ինքը մտավ ներս ամեն ինչ արեց, մինչև ես այդ ամեն ինչը հասցնեմ, վերջացնեմ, կամ շարունակենք ներկայացում։ Չէ, շատ վախենալու պատմություն։ Ինքը վախենալու է հնչում, բայց իրականում մենք միշտ դա պատմել ենք, ծիծաղացել ենք, խնդացել ենք, որտեվ կոնկրետ Ես արդեն ես դետեկտիվ կինոներ էլ ստանում է դերասանին հետևից Արյան հետ կգնում։ Լավ ես բրծել էլի, որ կարար շատ ավելի վատ ավարտ ունենար։ Չէ, օրինակ լինեիր կամ չգիտեմ։ Հա, կարա լիներ, թու, աստված ջան, պարկասո։ Այսօր հումորով ես հիշում էլի ամեն դեպքում։ Այդ օրն էլ արդեն հումորով էինք հիշում, չէ։ Դավջան, ես 1 րոպե տրամադրեմ մեր հայ ընտրում հաղորդման հովանավորների ներկայացնելու համար։ Մենք ունենք հրաշալի մարդիկ, ովքեր աջակցել են հայ ընտրում հաղորդաշարին եւ ներկայացնել մեր հաղորդման հովանավորներին։ Հայ ընտրում հաղորդման հովանավորն է Angels Care Dental ատամնաբուժարանը, որը գտնվում է 5301 Sunset Boulevard, Unit 4, հեռախոսահամարն է 323 366 2900 եւ North Hollywood-ում գտնվող հասցեն 60 58 Lancashire Boulevard, հեռախոսահամարն է 818 766 0056։ Զանգահարեք, վերցրեք ժամադրություն, աշխատում են բոլոր ինշուրանսների հետ, ներառյալ մեդիկալով, լավագույն մասնակիցները բարձրակարգ սարքավորումներով ձեզ, ինչպես ասում ենք, ունենաք գեղեցիկ ժպիտ, առողջ ատամներ եւ ինչու՞ չէ, լինենք առողջ, նաեւ այդ կողմից ատամների առումով։
եւ մեր հաղորդման հովանավորն է Yugo Shipping-ը, որը առաջարկում է բեռների եւ գումարի փոխանցում դեպի Հայաստան։ Yugo Shipping-ի հասցեն 5229 Sunset Boulevard, հեռախոսահամարն է 323 664 0929։ Ինքնաթիռով 1 ծանրոց ուղարկելու դեպքում 1 pound-ի արժեքն է $2.99։ Իսկ նավով 1 արկղ ուղարկելու դեպքում երկրորդ արկղը ուղարկում եք բացարձակ անվճար։ Իսկ գումար փոխանցելու դեպքում մինչև ձեր հարազատի տուն 2% ձեր ուղարկած գումարի չափով։ Այնպես որ քանի դեռ Ամանոր չի մոտեցել, ուղարկեք ձեր նվերները դեպի Հայաստան, գումար, չգիտեմ, ինչ որ փոխանցում եք, արդեն եկան այդ ժամանակ։ դա էլ է ակտուալ արդեն ժամանակների համար եւ սիրելի ընկերներ, քանի որ այսօր հայ եմ փնտրում հաղորդաշարի վերջին, ոնց որ ասած, հաղորդումն ենք նկարահանում, 1 րոպե հիշենք մեր այն հովանավորներին, ովքեր մեզ աջակցել են այս երկարուձիգ 8-9 ամիսների ընթացքում, մենք նկարանել ենք, ովքեր եղել են մեզ աջակցողների թվում, մեր հաղորդման հովանավորների թվում, մեր հաղորդման հովանավորներն են եղել նաև Մուշո կատնամթերքը, շնորհակալություն ի դեպ նրանց եւ աջակցելու համար, նաև IC Optical խանութ, սրա օպտիկական ակնոցների եւ ինչպես արդեն ներկայացրեցի Angels Care Dental եւ Yugo Shipping։ Շնորհակալ եմ ձեզ սիրելի ընկերներ, նաև այն հետևողներին, ովքեր այս բոլոր ամիսների ընթացքում բաց չեն թողել ոչ մի հաղորդում, հավանել են, գրել են մեկնաբանություն, աջակցել են ինձ եւ իմ հյուրերին այս հաղորդումը այսքան երկար գոյատևելու համար։ Բայց ինչպես գիտեք, մենք չենք հեռանում եթերից, դուք կարող եք արդեն դիտել հայի կոդը հաղորդաշարը, որը արդեն ուրիշ ֆորմատի մեջ է, բայց նորից կհանդիպեք ձեր սիրելի մարդկանց, դերասաններին, երգիչներին արդեն այլ ֆորմատով, այնպես որ չենք հեռանում իմ YouTube-յան ալիքից, բաժանորդագրվում ենք եւ դիտում ենք արդեն հայի կոդը հաղորդաշարը, մինչեւ հայ եմ փնտրում հաղորդաշարը արդեն նորից կգա եթեր այլ ֆորմատով։ Հայի կոդը Հայի կոդը արդեն եթերում է, ինքը շատ հետաքրքիր էլի հաղորդում է, Դավջան, հետևեմ անպայման։ Շնորհակալ եմ, ինքը արդեն հայի կոդը այցելում է արդեն հայտնի մարկանց տները։ Աստոն ես եզրափակում եմ քո այս հաղորդումը, հայ եմ փնտրում։ Ինչպիսի պատիվ։ Մեծ պատիվ, այո։ Այո, իհարկե շնորհակալ եմ քեզ։ Ես իդեպ ասեմ շատ տարօրինակ բան ասեմ, գիտեմ արդեն ժամանակը մոտենում է դրամաբանական ավարտին։ Ես չեմ հիշում վերջի անգամ երբ եմ հաղորդման եղել ու չէի գնում։ Ես գիտեմ եմ։ Դու որ զանգեցիր, ես քեզ չէի ճանաչում, զանգեցիր այնքան հաճելի խոսացիր, ասացի, վաղուց չեմ գնացել։ Արի գնամ։ Ինձ հարցում են ո՞նց ես այդքան հյուրերի կանչում, այ սենց։ Գիտես որ չեմ եթերներում լինում։ Ոնց որ կարծում եմ բան չունեմ ասելու այսօր հանդիսատեսին, հասկանում ես, ոնց որ բանով իմաստ չեմ գտնում։ Բայց տեսար ինչքան խոսեցինք, ինչքան հիշելու բան ունենք Դավիթ ջան, ինչքան այդ ժամերը հերիք չեն։ Այո, բայց ամեն դեպքում ես շատ ուրախ եմ այս ընթացքում, որ այսքան շատ լավ մարդկանց եմ ճանաչել։ Այո։ Շատ լավ ընկերներ եմ ձեռք բերել ու այսքան լավ մարդու օջախում էլ հիմա նստած հաղորդում ենք անում։ Այո, դրա մասին վերջում էի ուզում անդրադառնալ։ Ես չգիտեի որ դու անդրադառնաս, բայց ամեն դեպքում իրան էլ բարեբալուսներ Արտո ջան։ Իհարկե։ Թավջան, ասենց ասեմ, հայ կիսատ մնաց խոսքս, հայի կոդը գնում արդեն նույն մարդկանց, այսինքն դու իմ հյուրն ես եղել այս հաղորդման շրջանակում, շատ հնարավոր է որ հայի կոդի հաղորդման շրջանակում ես արդեն լինեմ քո տանը որպես հյուր եւ ներկայացնում ենք հայի հյուրասիրության, հյուրընկալության տեսակի մասին։ Արի ուրիշ բան անենք։ Արի եթե զանգես, արի ոչ թե տուն չեմ հրավիրում, դրա մասին խոսք չի, բայց արի մատի շուտ հետաքրքիր բան, ոչ թե հյուրասիրություն անենք, այլ ենթադրենք մի հատ օր իրար հետ անցկացնենք։ Գիտես ինչ ձև ես իմ հետաքրքրություններով կիսվեմ քո հետ։ Լրիվ ուրիշ հաղորդման ֆորմատ։ Նա, օքեյ, լրիվ ուրիշ։ Նա ընդհանրապես մենք հայերս հյուրընկալ ենք, մենք հյուրասեր ենք, մենք եթե մեր տենց շատ պատմություններ, վստահ եմ դու էլ շատ գիտես, որ անծանոթ մարդը թեկուզ գիշերելու տեղ է խնդրե հայից, հայը գիշերելու տեղ է տվե, հաց եկիսի անկողին է տվել։ Մենք ունենք ժամանակ։ Այո, իհարկե։ Okay։ Մենք երրորդ կուրսում էինք ուսանողներով, գնացել էինք, չեմ հիշում, հեռավոր մի գյուղերից մեկը Հայաստանում, մոտավորապես 10 երեխա, 10 ուսանող։ Ավտոբուսից այդտենց փող չունեինք, գնացել էինք սիրուն տեսնելու ավտոբուսի փողով։
մեկ էլ ընդեղից աքսերի փողով։ Այլ երեխեք ենք։ Ավտոբուսից ուշացանք ու դա վերջին ավտոբուսն էր։ Ու մենք մնացինք դուրսը։ Ու երբ որ մենք փորձեցինք ուղղակի դուր թակենք, որ զանգենք մի ձև Երևանից ինչ որ մի օգնություն կարողանանք մեր բարեկամներից, ծանոթներից ստանանք, այդ մարդիկ մեզ պահեցին իրենց տանը, առավոտ արթնացել ենք թոների մեջի գարան խորովածով։ Ու որպես երեխեք, որ այդ մարդկանց այդքան նեղություն ենք տվել, մենք էլ մեր ուժերով ինչ կար այդ գյուղում անելու, աշխատանքը տուկերը հավաքելը, ես լուրջ եմ ասում։ Մտանք այդ տուկերը տղեկով հավաքեցինք, լցրեցինք ավտոն ինչ որ կար եւ այլն, որ ամոթի բանով, որ հանգարց այդքան նեղություն ենք տվել, բայց այդ մարդիկ սրտանց ալ են։ Բացարձակ անծանոթ մարդիկ, ուղղակի մեր հայերը։ Ես դու հաստատեցի Իմ կյանքի սովորական Դու հաստատեցի իմ միտքը 10 երեխա իրենց տանը պահել են տատիկ պապիկի նման։ Հայի հյուրասիրության եւ հյուրընկալության վառ դրսևորում ոնց որ ասում են Դավթյան։ Բա։ Եվ հատուկ շնորհակալություն Oasis Food Court-ին, յուրահատուկ շնորհակալություն Oasis Food Court-ին, այս երկար ու ձիգ ամիսների համար մեզ հարազատի պես հյուրընկալելու իրենց օջախում, այսպես ասած, շնորհակալություն եմ հայտնում Oasis Food Court-ի ողջ անձնակազմին, ցենց բոլոր աշխատողներին, հերթով անունները չասեմ, մեզ հյուրընկալելու եւ իհարկե իմ լավ ընկերոջը, մեր լավ բարեկամին Արտավազդ Դամիրյանին հայ փնտրումին աջակցելու համար եւ Oasis Food Court-ը ինչպես միշտ գտնվում է 1135 West Glenox Boulevard հասցեում, այցելում ենք Oasis Food Court, վայելում ենք համեղ հայկական ուտեստներ, Oasis Food Court-ի կերակրացանկին է ծանոթանալու համար այցելեք osisbakery.com ինտերնետային ասեն եւ հատուկ շնորհակալություն իմ հետևողներին, ովքեր այսքան համբերատար դիտել են հայ փնտրում հաղորդումը ու անկեղծ դիտել են Դավիթ ջան, որովհետեւ եթե չլինեին այս դիտումները, որոնք որ կար, ես հաստատ չէի անի այս հաղորդում, որովհետեւ ունես հանդիսատես, այո, այդքան է իրիկա։ մեկ հանդիսատես պետք է։ Այդտեղից արդեն սկսում։ Այո։ Եվ եւս քեզ շնորհակալ եմ Դավթ ջան, հուսով եմ նորից կհանդիպենք, վստահ եմ եւ ուրախ եմ քեզ ճանաչելու համար, որովհետեւ միշտ sense հերրակա կարգով քեզ տեսել ենք։ Շատ սիրուն անուն ունես, Դավիթ։ Այո։ Շատ, ինչպես ասում էր Կարխաշվանգյանը, ես ինչ լավ անուն ունեք, ինձ կիլոյ։ Այո, լավ անուն։ Ես շատ եմ սիրում ձեր անունը Դավիթ ջան։ Ես է ձեր Դավիթ ջան։ Շնորհակալ եմ եւ Շնորհակալ եմ ցավտանը։ Հաջողություն։ Իմ սիրելի ընկերներ, վստահ եմ ձեզ դուր եկավ մեր հաղորդումը եւ համոզվեցինք, որ մեր հյուրը ամենտեղ հայ է, ամենտեղ նույն մարդն է։ Սա հայ փնտրում հաղորդաշարի վերջին հաղորդումն էր։ Շնորհակալ եմ ձեզ բոլորից ինձ աջակցելու համար եւ շուտով կհանդիպենք արդեն Հայկոդը հաղորդաշարի շրջանակներում։ Ձեր Դավիթ Շեկոյան։